Ուկրաինական ուժերը հարվածել են Կրասնոդարի երկրամասի Տաման նավահանգստին Յարոսլավլի արդյունաբերական ենթակառուցվածքներին։ Աստրախանի մարզում անօդաչուի բեկորներից հրդեհ է բռնկվել գազավերամշակման գործարանի տարածքում։ Ըստ մարզպետի օդի աղտոտման վտանգ չկա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով գիշերը ռուսական հոպը 286 ուկրաինական ԱԹՍ է խոցել։ Ռուսական ավելի քան 100 հարվածների մասին է հայտնել Կիևը։ Ըստ Զելենսկիի, ռուսական բանակը հարվածել է Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Օդեսայի և Պոլտավայի շրջանների քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքներին։ Պատերազմի մեկ օրը Ուկրաինային արժենում է $450 միլիոն։ Այս թիվը Ուկրաինայի արտգործնախարարն է հայտնել։ Զելենսկին էլ նորից շեշտել է, թե Ուկրաինայի համար ինչ կենսական նշանակություն ունի միջազգային աջակցությունը։ Պատերազմը չի դադարում, և միջազգային աջակցությունը շարունակում է կենսական նշանակություն ունենալ Ուկրաինայի համար։ Զելենսկիի հայտարարությունների ֆոնին, թե ուկրաինական ԱԹՍ-ներն ավելի քան 1500 կիլոմետր խորությամբ թիրախներ են խոցում Ռուսաստանի տարածքում, Մոսկվան ցուցադրել է նոր, Սարմատ միջմայրցամաքային հրթիռի փորձարկման կադրերը։ Ռուսաստանի Վահան անունը ստացած Սարմատը թռչում է ավելի քան 35,000 կիլոմետր և կարող է թափանցել ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Это самый мощный ракетный комплекс в мире. Դա աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է, համեմատելի միայն մեր սպառազինության մեջ գտնվող Voyevoda հրթիռային համակարգի հետ, որը խորհրդային ծագում ունի։ Суммарная мощность доставляемого боезаряда более чем в 4 раза. Մարտագլխիկի ընդհանուր հզորությունը 4 անգամ գերազանցում է նույնիսկ ամենահզոր արևմտյան համառժեքի հզորությունը։ Հրթիռը կարող է շարժվել ոչ միայն բալիստիկ, այլև ենթաուղեծրային հետագծով։ Но и по суборбитальной траектории. Սարմատը մարտական հերթապահության կանցնի մինչև տարեվերջ ևս 2 հաջող փորձարկումից հետո։ Ավարտական փուլում են Պոսեյդոն համալիրի և Բուրիվեսնիկ հրթիռի աշխատանքները։ Կինժալ հրթիռի կատարելագործումը շարունակվում է։ Դաշնության նախագահը կրկին հիշեցրել է, Ռուսաստանը սկսել է նոր սերնդի սպառազինությունների մշակումը այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները 2022 թվականին դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության պայմանագրից։ Միացյալ Նահանգների նախագահը հերքել է լուրերը, թե ինքը և Պուտինը պայմանավորվել են, որ Ռուսաստանը պետք է ստանա ամբողջ Դոնբասը։ Թրամփի խոսքով Ուկրաինայում պատերազմի ավարտը շատ մոտ է։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան։ Նկատի ունեմ, որ կանեմ անհրաժեշտը։ Ես 8 պատերազմ եմ կարգավորել։ Հավատում եք, թե ոչ, այս պատերազմը նույնպես ավարտին է մոտենում։ Մեր կարծիքով համաձայնություն ձեռք կբերենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Բրիտանական Financial Times-ը հղում անելով Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարական աղբյուրներին հայտնում է, որ Կիևը և Մոսկվան իրական առաջընթացի հնարավորություն բանակցություններում չեն տեսնում։ Պուտինի իրական նկրտումները Ուկրաինայի զգալի մասի, այդ թվում Կիևի և Օդեսայի վերահսկողությունը ստանձնելն է։ Խնդիրը դրված է և պետք է կատարվի, ասել է պարբերականի ռուսական աղբյուրը։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։